Տեսել են բոլոր քաղաքական ուժերը։ Եթե հաղթի ԿՊ-ն անարդարացի է լինելու ընտրություններս դες։ Անարդարացի արդեն անարդարացի են ամբողջ քարոզարշավը։ Ինչի՞ մասն է խոսքը, բռնաճնշում, այո, վարչական ռեսուրսի կիրառում բարեկամներին եւ միայն իմ բարեկամներին, չէ, մեր թիմակիցների բարեկամներին, այլ գիտեմ ընդդիմադիր ուժերի հետ ասոցացվող մարդկանց են, նույնիսկ ասենք իմ ընկերոջ քենուն են դպրոցի տնօրենից ազատել, ինչա թե իր փեսան իմ ընկերն է։ Ասել են այս մակար Facebook-ի լայքերի համար են մարդկանց նկատողություն տվել։ Մաշտոցի թիվ 1 դպրոցի տնօրենի պաշտոնից։ Հրամանով ազատել է։ Պարոն Խաչատրյան, ինչ կնշանակի հոգևոր մայրաքաղաքում ընդդիմադիր ուժի հաղթանակը։ Կնշանակի, որ նախ որ վաղ շաբաթ համայնքը մոտակա տարիներին շատ ավելի զարգանալու է, շատ ավելի լավ քաղաք ենք տեսնելու եւ իհարկե ամենակարևորը իրենք չեն կարողանալու ասել, որ իրենք փորձում են ամեն գնված ընտրություններում հասնել հաջողության, որպեսզի հայ ժողովրդին ասեն նույնիսկ էջմիածնում հոգեվոր մայրաքաղաքում, այսինքն այն քաղաքականությունը, որ իրենք իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, փորձում են դա արդարացնել, որ ժողովուրդը նույնպես վստահում է մեզ այս հարցում։ Այսպեսի մի լրացում անեմ, էլի հաշվի առնելով հակաեկեղեցական արշավը, այս ընտրությունների կարևորությունը ո՞րն է։ Օրինակ, եթե ԿՊ-ն հաղթում է, սա նշանակում է, որ Փաշինյանին հաղթաթուղթ են տալիս, որ կաթողիկոսին այդ գահամկեցանելու process-ը շարունակվի։ Կարելի է նաև այդ տեսանկյունից դիտարկել հարցը, բայց ես ասել եմ, երբ ԿՊ-ն հասնի հաջողության, հաջորդ քայլը լինելու է հարձակում դեպի Մայրաթոռի վրա, իրենց են ճղճին փոքրոքի ծրագրերը, ինչը պլանավորել են իրականացնել հայ առաքելական եկեղեցու հետ, անմիջապես իրականացնելու են եւ նաեւ 26 թվին իրենց քաղաքական համապետական ընտրությունների հարցն են փորձելու լուծել։ Ի սկզբանե ասել եմ, այսօր մեր վաղաշաբաթ համայնքում ով քվեարկում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քվեարկում է Նիկոլ Փաշինյանի նեղ ընտանեկան անձնական կուսակցության շահին։ Պարոն Խաչատրյան, Հարություն Մկրտչյանը հայտարարել էր, որ եթե ինքը լինի ընտրվի քաղաքապետ, թույլտվություն է տալու, որպեսզի Մայրաթոռի դեմ այդ արդեն հայտարարված հավաքը տեղի ունենա։ Եթե դուք ընտրվեք քաղաքապետ, թույլտվություն չտանելու Հարություն։ Իսկ ինչի Հարություն Մկրտչյանից ուրիշ բան եք սպասում, որ կարող է ինչ-որ հոգևոր արժեքներին վերաբերող, ազգային արժեքներին վերաբերող լավ բան ասի, ես բնականաբար, եթե դա համայնքապետանի իրավասության տակ է լինելու, ես թույլ չեմ տալու։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես վստահ եմ, որ իրենց այս արշավը եկեղեցու ինստիտուտի դեմ է, ոչ թե ինչ-որ որոշ հոգևորականների։ Խախտումների հետ կապված լռության օրը մենք տեսանք, որ նաև նախարարի մակարդակով իրենց Facebook-յան գրառումներով քարոզարշավ շարունակի, ինչը խախտում է։ Ինչպես նաև Տարոն Չախյանի պատկանող դուրս եւս եղել է լռության օրվա հետ կապված խախտումներ։ Ես ինքս ցանցերից դուրս չեմ նկատել անկեղծ ասած, որովհետև բավականին զբաղված ենք եղել, մենք կազմակերպչական հարցերով մեր նախընտրական շտաբով, ինչ վերաբերում է իրենց նախարարին, իրենց նախարարները իրենց նախարարությունները թողած արձակուրդ են վերցրել, եկել այստեղ մասնակցում են քարոզարշավի հանրահավաքների ժամանակ այտենց հանդիսավարի դեր էին կատարում, խոսքը փոխանցում այս նախարարին, խոսքը փոխանցում այն նախարարին, ինչ որ անհասկանալի, ինչ որ անհասկանալի process էր, Խուդատյանն էլ իր ամբողջ խոսքը վերածել էր, փոխանակ խոսեր իրենցից քաղաքացիական պայմանագրի տեխնացուից, ամբողջությամբ ընդդիմադիր տեխնացուներին էին փորձում վարկաբեկել, փորձում սևացնել, բնականաբար իրենց մոտ դա չստացվեց, վստահ եմ, որ մենք դա այսօր տեսնելու ենք, ամեն դեպքում նախարարին վայել պահվածք չի։ Պարոն Խաչատրյան, մենք նկատեցինք ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ ձեր դեմ չէին կարողանում ոչինչ գտնել, բացի նոյեմբերի 9-ի այդ ակցիաներին մասնակցելը, ինչ եք կարծում ձեր հաղթանակի պարագայում, դա կարող են օգտագործել ձեր դեմ։ Տեսեք, ես նոյեմբերի 9-ին, այո, ներկա եմ եղել, ոնց որ մնացած 20-25 հազար ժողովուրդը, ովքեր այդ կապիտուլյացիոն ակտից վրդովվել էին, մեծ ցասում կար մարդկանց մեջ եւ 44 օր մարդկանց ասում էին, որ հաղթում են եւ 1 վայրկյանում 1 գրիչի հարվածով կապիտուլյացիան մի ակտ եղավ։ Ինքս այդ հարցով հարցաքնվել եմ, իդեպ հարցաքնվել եմ ազգային անվտանգության ծառայության քննչական կոմիտեում, հարցաքնվել եմ ոչ մի քրեական գործով չեմ անցել, ոչ մի քրեական գործում կարգավիճակ չեմ ունեցել, այսինքն բոլորը հստակ տեսել են, նույնիսկ ԿՊ-ի տեխնացուն իր առաջի հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթին, երբ որ հարցազրույց էր տալիս, ասում էր կարող այ ես էի նոյեմբերին գնացել կառավարություն եւ լուր հետևում ինչպես էին կոտրում գույքը։ Իրանք տեսա ու բաները լավ ուսումնասիրել են, վիդեոները տեսել են, որ ես ոչ կոտրելուն եմ մասնակցել, ոչ ինչ որ խփելուն եմ, ոչ մի բանի չեմ մասնակցել։
նույնիսկ դա էին ասել, ինչքան գիտեմ նաև իրան կշտամբել էին այդ նախադասության համար հենց։ Անցավոր անգործություն եք դրսևորել այսինքն։ Հա, երևի թե իրան կշտամբել են, ասել են այդ լուր հետևել ինչ ես ասել, որովհետև միգուցե մտածել էին, որ քրեական գործ կսարքեն ամեն դեպքում, ինչ-որ վկաներ կբերեն, որ եղել է, բայց այս իշխանության համար քրեական գործ սարքելու համար հիմքեր այնքան էլ պետք չեն։ Բնականաբար, ընդհանրապես պետք չէ, մենք վերջից միևնույն 20 օր առաջ տեսանք Ոսկեհատ գյուղում Հանրապետություն կուսակցության բողոքով կալանավորվեցին մարդիկ, ովքեր ոչ մի բան չէին արել։ Մարդիկ հիմա կալանք են կրում ոչ մի բան չանելու համար։ Պարոն Խաչատյան, որ դուք դառնաք համայնքապետ, ձեր ընկերոջ Քենու վրեժը լուծելու եք, Արգիշտի Մեխակյանի բարեկամներին ազատելու եք պետական հիմնարկներից։ Իհարկե ոչ, մենք երբեք վրեժ չենք լուծելու։ Ես ասել եմ, իմ քեռու կնոջը մանկապարտեզի տնօրենից աշխատանքից հորդորել են դիմում գրել, ազատել էին, այլ քաղաքական մեկնաբանելով, այլ քաղաքական ճամբարում լինելու համար։ Հիմա Արգիշտի Մեխակյանի մայրը մանկապարտեզի տնօրեն է, կարծեմ Արագած գյուղում։ Այսինքն ինչ անեմ։ Մենք ընտրվենք իր մայրիկին ազատեմ աշխատանքից։ Արդյոք դա բարոյական է կամ տղամարդավարի է ընդհանրապես։ Իհարկե, տենց բան մենք չենք անելու, որովհետև առաջինը իմ թիմակիցները, իմ ընկերները ու առաջինը հենց իմ ընտանիքի անդամները նման բան երբեք թույլ չեն տա։ Պարոն Խաչատյան, ինչպես գնահատեք քարոզարշավը, ինչ տրամադրվածություններ կան մարդկանց մոտ։ Լավ, շատ ակտիվ քարոզարշավ է եղել եւ այսօր էլ կարծեմ բավականին ակտիվ է քվեարկության մասնակիցների թիվը, ամեն դեպքում նախորդ ընտրությունների հետ համեմատած, կարծում եմ վաղար շաբաթին ուզում էր տեսնել քարոզարշավ, ուզում էր քաղաքական ուժերին լսել, այսպիսի ակտիվ քարոզարշավ վաղար շաբաթում երբեք չէր եղել, իրականում կարծում եմ շատ նորմալ քարոզարշավ, ամեն դեպքում մենք մեր արժև դրած խնդիր է կարելի ասել քարոզարշավի մասով կարողացել ենք ապահովել։ Գնանք տեսնենք։ Հա, գնանք տեսնենք։